Ընդդիմության մի հատվածի թիրախում այս անգամ ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջափահյանն է։ Բանն այն է, որ Միքայել Սրբազանը կրկին քննադատական խոսքով է հանդես եկել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին, ինչը հարուցել է երրորդ նախագահի թիմակիցների զայրույթը։ Վերջիններս Միքայել Սրբազանին քաղաքականությամբ չզբաղվելու կոչեր են անում։ Ձեր հայտարարությունը ընդդիմության մի շերտի, մասնավորապես Սերժ Սարգսյանի աջակիցների մոտ հուզումներ է առաջ բերել, ծանր են տարել։ Դուք ինչպես եք վերաբերում, որ ձեր դեմ արշավ է ընթանում հիմա։ Շատ նորմալ, դեմել զգում եք արշավը ես իրապի։ Ես չեմ էլ զգում։ Նորմալ է, որ ձեզ թիրախավորում են։ Նորմալ է, ես ասել եմ, չէ, եթե թիրախավորում են, նշանակում է ես ճիշտ եմ ասում։ Ձեզ նաև հորդորում են քաղաքականությամբ չզբաղվել, նույն հորդորը նաև իշխանության ներկայացուցիչների կողմից կար։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Ես ագանջալուր եմ իրենց, ես չեմ զբաղվում քաղաքականությամբ։ Նկատի ունեմ, որ քաղաքական թեմաներով էլ պետք է չարտահայտվեք։ Ես չեմ էլ արտահայտվում, իմ մասին ինձ հարցնում են, ես պատասխանում եմ։ Պատասխանելու իրավունք ես ունեմ։ Սրբազան, վերջին շրջանում դուք խստորեն եք քննադատում Սերժ Սարգսյանին, ինչով է դա պայմանավորված։ Հենց պայմանավորված է նրանով, որ ասում եմ, չէ։ Իրենց են մեղադրում, իրեն են մեղադրում, ես եկամ դիմադիր դաշտիկ, և կոլապսին հետ շատ պարզ ասել են։ Իրենք վերցրել են ընդդիմությունը, սեպականաշնորել են ընդդիմությունը և պարակտել կոլապսին, ենթարկել ընդդիմությունը, չկա ընդդիմություն։ Իրենք խոսում էին, որ Գյումրիով սկսել է, Գյումրիով պետք է վերջանա, Գյումրին ասեց իր խոսքը, ուր են իրենց խոսքում է։